Բարև ձեզ սիրելիներ, այսօր մենք ուսումնասիրում ենք առաջի թագավորաց 21 և 22 գլուխները։ 21-րդ գլխում Դավիթը հասնում է Նոբա քաղաքը Աքիմելեք քահանայի մոտ, նա քաղցած է և ուտելիք է խնդրում։ Քահանան սովորական հաց չունի, միայն սրբության առաջ դրված առաջավորության հացերը, Աստծո ներկայության հացը։ Դավիթը վերցնում է այդ հացը և Գողիաթի սուրը, և քահանան տվեց նրան սուրբ հացը, որովհետև այնտեղ ուրիշ հաց չկար, բացի առաջավորության հացից։ Այստեղ Հիսուս Քրիստոսը բացահայտվում է որպես երկնքից իջած կենաց հացը։ Դարեր անց, երբ փարիսեցիները մեղադրում էին Հիսուսի աշակերտներին շաբաթօրով հասկեր պոկելու համար, Հիսուսը մեջ բերեց հենց այս պատմությունը Մատթեոս 12:3-4-ում։ Նա ցույց տվեց, որ մարդու որդին ավելին է, քան տաճարի օրենքը, ինչպես Դավիթը կերակրվեց սրբարանի հացով, այնպես էլ մենք այսօր մեր հոգևոր քաղցի մեջ կերակրվում ենք Քրիստոսի մարմնով ու խոսքով։ Եվ նկատել եք, Դավիթն այնտեղ ստանում է հենց Գողիաթի սուրը, որով հաղթել էր թշնամուն։ Քրիստոսը մեր զենքը, նա իր խաչով ու հարությամբ զինաթափեց սատանային և այդ հաղթանակի զենքը տվեց ինձ և քեզ։ Երբ քո կյանքում հոգևոր կամ էմոցիոնալ սով է, երբ քեզ ուժասպառ ես և դատարկ ես զգում, մի փնտրիր աշխարհի սովորական հացը, վազիր Հիսուս հացի մոտ։ Միայն նա կարող է հագեցնել քո քաղցը և քո ձեռքը տալ հաղթության սուրը, Աստծո խոսքը, որով դու կհաղթես կյանքի ամեն գողիաթների։ 22-րդ գլխում Դավիթը թաքնվում է Ադուղամի քարանձավում և տեսեք, թե ովքեր են հավաքվում նրա շուրջը, բոլոր նեղվածները, պարտքատերերը և հոգով դառնացածները։ Դավիթը դառնում է նրանց առաջնորդը։ Նույն գլխում Սավուղը դաժանաբար կոտորում է Նոբայի քահանաներին և միայն Աբիաթարն է փրկվում ու փախչում Դավիթի մոտ։ Եվ նրա մոտ հավաքվեցին ամեն նեղության մեջ եղողները, ամեն պարտքի տակ գտնվողները և ամեն հոգով դառնացածները, և նա նրանց վրա իշխան եղավ։ Ադումայի քարանձավը եկեղեցու կատարյալ պատկերն է, իսկ Դավիթը Հիսուս Քրիստոսի։ Հիսուսը չեկավ ինքնագոհերի ու արդարների համար։ Նա իր շուրջը հավաքեց մեղքի պարտքի տակ ճնշվածների, կոտրվածների և մերժվածներին։ Այսօր Հիսուսը մեր քարանձավն է, մեր թաքստոցը։ Եվ երբ Աբիաթար քահանան փախավ Դավիթի մոտ, Դավիթն ասաց. «Ինձ մոտ մնա, մի վախեցիր»։ Սա Հիսուսի մեծ քահանապետն է ասում, որպես Քրիստոսը։ Նա վերցնում է մեր հալածանքի պատասխանատվությունը իր վրա և մեզ ապահովություն տալիս ելներ։ Եթե այսօր քեզ զգում ես կոտրված պարտքերի մեջ, խճճված կամ մարդկանցից հուսախաբ եղած, հիշիր, դու ունես մի վայր, որտեղ քեզ չեն դատապարտի։ Ադուղամի քարանձավ բաց է։ Արի Հիսուսի մոտ այնպիսին, ինչպիսին կաս, նա քո դառնությունը կփոխի օրհնության և քեզ կոտրվածիդ կդարձնի իր արքայական բանակի հաղթող ռազմիկը։ Աղոթենք սիրելիներ, թանկագին Հիսուս, դու ես իմ կենաց հացը և իմ անառիկ ապավենը։ Շնորհակալ եմ, որ քո սիրտը բաց է ինձ համար, նույնիսկ այն ժամանակ, երբ ես կոտրված եմ ու թույլ։ Խնդրում եմ, կերակրիր իմ հոգին քո ներկայությամբ և զինիր ինձ հաղթելու թշնամու ամեն թակարդները։ Շնորհակալություն քեզ, որ դու լսում ես այս աղոթքը։ Աստված իմ, թող քո սուրբ անունը փառավորվի իմ կյանքի բոլոր օրերի մեջ։ Ամեն։ Սիրելիներ, եթե օրհնվեցիք, կիսվեք ձեր ընկերների հետ և միգուցե նրանք էլ օրհնվեն, ինչպես որ դու օրհնվեցիր։ Աստված օրհնի քեզ, Աստծո կամքով կհանդիպենք հաջորդ գլուխներում։ Թող Աստված օրհնի քեզ և քո ընտանիքը։ Ամեն։